օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ, ասում ենք ձեզ բարի առավոտ։ Բարի առավոտ, սիրելի հրապարակող, այո, յուրաքանչյուր աշխատանքային օր մենք գալիս ենք եւ ձեզ ասում ենք օրդ բարի լինի եւ բերում ենք ձեզ մշակութային տարբեր նորություններ, փորձում ենք 1 ժամը լցնել եւ լավ օր կազմակերպել ձեզ։ Կփորձենք լինել հետաքրքիր, իսկ այս պայն առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ, որպեսզի արթնանանք միասին ուրախ ռիթմերով գնացինք։ Naiste sare fote, argenco arapota. Naiste sare fote, argenco arapota. Sere sare vin, juktume im hoki, toves yerke im. Darnako hayeli Sere sarevi Jukdadu yerkenki Uzesto yerkei Tak je zaveli Je bacvin ornir varluisov Dulets viruisov Aisor valuisov Naite sare fote Artenko arafote Ինչե վարավոտ լուր սպասիր արևին Բոնորից հանդիպես նրա ջեմ բարևի Սերը սարևի Ժգտում է իմ հոգի Թող ես երկը իմ Դարնա քո հայելի Սերը սարևի Ժգտադու երկնքի Կուզես թող երկը իմ Տակ ես ավելի Դիլակաժների երկը մինչև վերջ բարձացրում Տակացրի արևից ինքդ էլ դու տակացրում Թողոլում մկերդ մի կողմ Զգա վայբը ազատ թեթև վստահ Քո ամեն քար երբ նայսում քեզ թող ժպտա հայերին Թե բարձանստենք նես պահը դու վայրի Թե որոշես տապարել սիրտը թող սարերին Սերդ դու արևին կյանքին դու բարևի Naite sare fote, argenco arapota. Բարձացրում դու ձեռքերդ արևին ժպտա Երկնքից դեպի քեզ ժպիտներ կգա Naite sare fote, argenco arapota. Ինչե վարավոտ լուր սպասիր արևին Բոնորից հանդիպես նրա ջեմ բարևի Սերը սարևի Ժգտում է իմ հոգի Թող ես երկը իմ Դարնա քո հայելի Սերը սարևի Ժգտադու երկնքի Կուզես թող երկը իմ Տակ ես ավելի Սերը սարևի Ժգտում է իմ հոգի Թող ես երկը իմ Դարնա քո հայելի Սերը սարևի Ժգտադու երկնքի Կուզես թող երկը իմ Տակ ես ավելի Naite sare fote, argenco arapota. Naite sare fote, argenco arapota. Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ նույնիսկ երևի թե պարեցիք արթնանալու համար կարելի է Նախաճաշելես Վրեժ ճիշտ ասած անկեղծ չեմ հասցրել, եթե մայրս ինձ ճանապարհում է իհարկե հետս փոքրիկ փուտրխոտներ է տնում։ Ուղղակի ճիշտ ժամանակն է այս պահին որոշել ինչ նախաճաշել, որովհետև ասում են, չէ, լավ նախաճաշիր, հետո կեսօրին տուր ընկերոջդ հետ կիսվիր, իսկ երեկոյան ընթրիկը թշնամուտ։ Էնպես որ որոշեք ինչ նախաճաշել, ինչ պատրաստել սուրճ կամ թեյ ըմպել, նաև պլանավորեք ձեր գործերը սիրելիներս ու ված չի լինի, որպեսզի տեղեկանանք նաև այդ կապակցությամբ մենք ունենք էջ, որ կոչվում է կատու տեղեկատու, այնպես որ գնանք, տեղեկանանք, վերադառնանք։ Այո, այս ինֆորմացիայի մեծ պտույտում դարում ապրող մարդու համար կարևոր է ամենաթանկման ինֆորմացիան։ Մի փոքր կատու տեղեկատու գնացինք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։
Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաև գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Պրոֆ. Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Պատկերացրեք, որ դուք վաստակում եք ժամում $5000, օրը 24 ժամ, եւ այդպես սկսած դեռ եգիպտական բուրգերի կառուցման ժամանակներից մինչ այսօր, մոտավոր 4600 տարի, եւ նույնիսկ այս դեպքում դուք միևնույն է չեք լինի աշխարհի ամենահարուստ մարդը։ Բարի լույս։ Այսօր մենք խոսելու ենք այն երևույթի մասին, որը անհանգստացնում է գրեթե բոլորիս։ Աշխարհում ապրում է ավելի քան 8 միլիարդ մարդ, եւ մենք բոլորս միասին ունենք 45 կվադրիլիոն դոլարի գույք։ Բնակչության ընդամենը 1%-ին պատկանում է համաշխարհային հարստության գրեթե կեսը։ Եթե ավելի կոնկրետ, մարդկանց 1%-ը ունի այդ 45 կվադրիլիոնի 46%-ը, եւ ամեն տարի այդ տոկոսն ավելանում է, իսկ մնացած մարդիկ աղքատանում։ Թվում է, թե ինչ-որ դավադրություն է, բայց արդյոք դա իրականում այդպես է։ Հարստանալու համար պետք է ավելի շատ աշխատել։ Այս գաղափարը ամուր արմատավորված է մեր մշակույթի մեջ, եւ ոչ միայն մեր։ Ինչպես վաստակել միլիոն գրքում, բոլոր 200 էջը նվիրված են մեկ բառին՝ աշխատել։ Բայց ինչու է այդ դեպքում կյանքի փորձը մեզ հակառակը ցույց տալիս։ Աշխարհում կան բազմաթիվ մասնագիտություններ, որոնք պահանջում են քրտնաջան աշխատանք։ Կան նաև բարձր որակավորում պահանջող մասնագիտություններ՝ բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն նույնիսկ այս մասնագիտությունների ամենահաջողակ ներկայացուցիչները միլիարդատերեր չեն դառնում։ Որքան շատ ես աշխատում, այնքան ավելի շատ ես վաստակում կարծիքը միշտ չէ, որ ճիշտ է։ Այն աշխատում է մինչև որոշակի կետ։ Միևնույն ժամանակ համալսարանը չավարտած ուսանող Բիլ Գեյթսը հիմնում է Microsoft-ը եւ դառնում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Բիլ Գեյթսը ծնվել է հարուստ ընտանիքում, հաճախել է հեղինակավոր դպրոց, որտեղ առաջին անգամ ներդրվել են համակարգիչները։ Սթիվ Ջոբսը իր հերթին գողացել է գրաֆիկական ինտերֆեյսի գաղափարը Xerox ընկերությունից եւ բացահայտ խոստովանել է այն։ Կարևոր է նշել, որ այս տեսանյութը հարուստ մարդկանց բախտի կամ ապեբայության մասին չէ։ Հարուստ երեխաների շատ քչերն են դառնում հաջողակ չափահաս, եւ ոչ բոլոր միլիարդատերերն են շրջապատված եղել շքեղությամբ կամ ստեղծվել ունեցվածքը գողության միջոցով։ Եվ պետք չէ նախանձել նրանց, ովքեր մեզանից հաջողակ են։ Ավելի լավ է մտածել, թե ինչն է նրանց բերել հաջողության։ Ես ստատուս կտակածներ առածները ծախում եմ, որ հասցնեն ծախել։ Իսկ եթե մենք չենք խոսում կարգավիճակի կամ ժառանգույթի մասին, ապա ընտրվելու գաղափարը եղել է դեռև 1930 թվականին։ Իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգան գրել է մի տրակտատ, որը կոչվում է Զանգվածների ապստամբությունը։ Փիլիսոփան մարդկանց բաժանեց երկու կատեգորիայի՝ մեծամասնություն 99% եւ էլիտա 1%։ Ըստ փիլիսոփայի մարդկանց մեծ մասը նրանք են, ովքեր հետևում են հոսքին եւ չունեն հստակ նպատակներ։ Ուստի մեծամասնությունը ընդունակ չէ ստեղծագործելու, նույնիսկ եթե ունի կարողություններ եւ ուժ։ Սա ուղիղ մեջբերում է տրակտատներից, որին կառադառնանք ավելի ուշ։ Պարզ է, որ բոլորն էլ ուզում են հարմարավետ ապրել, բայց հարմարավետության հասկացողությունը շատ լայն է։ Օրինակ Բեռնար Արնոն աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրա ընկերությունները վաճառում են շքեղ ապրանքներ, որոնց արժեքը կայանում է ոչ միայն նրանց պրակտիկ օգտագործման, այլև շքեղության սիմվոլիզմի մեջ։ Մարդիկ ցանկանում են հարուստ Երևալ եւ առանձնանան ամբողից։ Մաֆիոզնիկ։ Սակայն շքեղ ապրանքանիշների գնորդները ավելի հավանական է, որ միջին դասի մարդիկ են։ Օրինակ Իլոն Մասկը ապրում է 37 քառակուսի մետր մակերեսով փոքրիկ մոդուլային տան մեջ։ IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադի համեստության մասին լեգենդներ էին պատմում։ Նա միշտ թռչում էր բացառապես էկոնոմ դասով։ Իսկ հարցին, թե ինչու նա չի ուզում գնել նոր մեքենա, նա պատասխանեց, որ իր հինը դեռ քշվում է։ Վորեն Բաֆետը նույնիսկ հայտարարել է, որ իր մահից հետո ողջ ունեցվածքը փոխանցելու է Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի։ Փողը չարիք է, փողը փոշի է, փողը կեղտոտ բան է։ Մարդիկ փորձում են բազմաթիվ անալոգիաներ գտնել այս կոնկրետ ռեսուրսի համար։ Ի վերջո ոչ ոք չի ասում, որ ժամանակը կամ գիտելիքները չարիք են կամ կեղտոտ բան։ Փողը պարզապես վճարման միջոց չէ, այլ ռեսուրս, որն օգնում է մեզ լուծել տարբեր խնդիրներ։ Իսկ խնդիրները առաջանում են կարիքներից։ Եթե չկա կարիք, չկա նաև ցանկություն որևէ բան անելու։ Մենք ուզում ենք ձեզ առաջարկել կարիքների մի դասակարգում, որը շատ բան կբացատրի։
Այն մշակել է խորհրդային հոկեբան Պավել Վասիլովիչ Սիմոնովը։ Նրա տեսության համաձայն այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք եւ ինչ մեզ ստիպում է գոնե ինչ-որ գործողությունների գնալ, կարելի է բաժանել 3 կատեգորիայի։ Կենսական կարիքները, այսինքն ուտել, քնել եւ այլ անհրաժեշտությունները, սոցիալական կարիքները եւ վերջապես կարիքների երրորդ խումբը, որը այժմ հատկապես կարեւոր է մեզ համար, այն կոչվում է իդեալական կարիքներ։ Նրանք այդպես են կոչվում ոչ թե նրա համար, որ կատարյալ են, այլ որովհետեւ հիմնված են գաղափարների վրա։ Հասկանալ աշխարհի վրա սեփական գոյության իմաստը եւ նպատակը, մեզ շրջապատող աշխարհի իմաստությունը, ստեղծագործության եւ աշխարհի Այս բիզնեսի գաղափարական հիմքը իսկապես գործում է։ Օրինակ մայոնեզի գովազդում խոսվում է այն մասին, թե որքան երջանիկ է ընտանիքը, ով այն ավելացնում է սեզոնի բոլոր ճաշատեսակներին, իսկ զուգարանի թուղթ արտադրող Զևան ակտիվորեն քարոզում է կանանց իրավունքները եւ տեսանյութեր պատրաստում կենցաղային պարտականությունների անարդար բաշխման մասին։ Սթիվ Ջոբսի Pixar-ը $5 միլիոն թանկացավ 2 միլիարդի, որովհետեւ Apple-ի հիմնադիրը իր յուրաքանչյուր մուլտֆիլմի մեջ խորը իմաստ եւ փիլիսոփայություն է դրել։ Եվ դա իսկապես արձագանքել է հեռուստադիտողների մոտ։ Կարևոր հետաքրքիր եւ տեղին գաղափարով զինված մարդը կարողանում է առաջնորդել միլիոնավոր մարդկանց։ Արդար հասարակության եւ երկրի վրա դրախտ կառուցելու հնարավորության որոնման համար հազարավոր մարդիկ ոգեշնչված Մարքսի եւ Լենինի գաղափարներով ստեղծեցին Խորհրդային Միությունը։ Дорогие друзья, Եվ միլիոնավոր մարդիկ նվիրեցին իրենց կյանքը այդ գաղափարախոսությանը։
Սակայն 1970-ականներին ակնհայտ դարձավ, որ այս գաղափարները իրատեսական չեն, եւ երկրում ճգնաժամ սկսվեց։ Խորհրդային միության փլուզման պատճառներն անշուշտ շատ էին, բայց հիմնական պատճառներից մեկն էր ապագայի նկատմամբ իմաստի եւ հավատի կորուստն էր։ Նույնիսկ մեր ժամանակակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դեռ նվիրված են իրենց գաղափարներին։ Հիշեք մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանին, ով հրաժարվեց $1 միլիոն մրցանակից։ Դրանով նա ավելի շատ նպաստեց մաթեմատիկայի հանրաճանաչությանը, քան եթե պարզապես այդ գումարը դներ իր գրպանը։ Իլոն Մասկին անհրաժեշտ չեն զբոսանավերը եւ վիլաները, երբ նրա վերջնական նպատակը տիեզերական թռիչքները ավելի պարզ եւ մատչելի դարձնելն է։ Տիեզերագնաց ես անգիր։ Տիեզերագնացը ո՞րն է։ Տիեզեր թռնող։ Հա։ Բայց երբ կազմակերպենք։ Ախպերս օրինակ հիմա վաղը մի հատ փորձնական թռիչք ունենք, Սուրմանլու գիտես փեթակի հետևից թռնելու է, եթե կուզես արի մի հատ նայի։ Հա։ Նա ձգտում է արշավներ կազմակերպել դեպի Մարս եւ հրթիռներ արձակել, այլ ոչ թե պարզապես վայելել կյանքը։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ամեն ինչ իր գինն ունի եւ փողը կարեւոր դեր է խաղում։ Բայց եթե նայեք այս մրջունին, կարող եք տեսնել, որ նրա միակ նպատակն է սնունդ գտնելը եւ անվտանգություն ապահովելը։ Իսկ սա Ֆիզարիուս պոլիսեֆալումն է, ըստ էության ամեոբաներից բաղկացած բորբոս է։ Նրանք գիտեն, թե ինչպես գտնել ամենակարճ ճանապարհը դեպի սնունդ, ավելի քիչ էներգիա ծախսելով։ Եվ ահա մարդը, արդյոք մեր կյանքի հիմնական նպատակը նույնպես ավելի շատ ուտել եւ ավելի քիչ էներգիա ծախսելն է։ Ումա պատկանում ամենաթանկ տունը աշխարհում ամենալավով հասկանում ամենաշատով աթարսնայում ամենամոտը որ խանութն ամենաուշը ժամը 8-ն ամենակիչ արդեն մութը այսօր էլ գործանելը սուտա Քիմթա Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։ Մենք էլ ունենք հրաշալի նորություններ ձեզ համար սիրելիներս, քանի որ Գյումրու թատրոնը բացի այն, որ ունի հրաշալի ներկայացումներ, այս ներկայացումներով գալու է հյուրախաղերով մեզ Երևան։ Եվ այդ կապակցությամբ այսօր մեր հյուրն է Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, եւ ունենք նորություն հայտնելու մայիսի 26-ին եւ 27-ին Գյումրու թատրոնը արդեն ինչպես նշեցի երկու ներկայացումով լինելու է հյուրախաղերին, հատկապես վերջերս թատրոնում կայացել է կոստյումով տղամարդիկ ներկայացման առաջնախաղը, այս եւ այլ նորությունների մասին կզրուցենք հենց Լյուդվիգի հետ, նա արդեն մեր տաղավարում է։ Բարի առավոտ։ Բարի լույս ձեզ։ Շատ ուրախ ենք, որ առավոտյան ժամանակ եք գտել ու եկել եք մեզ հյուր, ինչպես եք։ Շատ լավ եմ։ Ընդհանրապես առավոտները ես փորձում եմ միշտ ուրախ սկսել, որ օրս այդպես շարունակվի։ Հիմա էլ վստահ եմ հանդիպելով ձեզ, վստահ եմ, որ այսօր շատ հետաքրքիր լավ օր եմ ունենալու։ Այ Անահիտը ունի մի շատ ավանդական հարց՝ սուրճ թե թեյ առավոտյան։ Միանշանակ սուրճ։ Մեր բնակավարի մարդիկ ես կարծում եմ միանշանակ սուրճ։ Իսկ ստեղծագործ մարդիկ առհասարակ վաղ արթնանում են, թե այսօր այդ բարդ օրերից է, որ մի կերպ եկել եք մեզ մոտ։ Մի քիչ դժվար է արթնանալը, բայց արթնանում ենք։ Լյուդվիգ, տարիներ շարունակ Գյումրու թատրոնը մի յուրահատուկ դիրք ունի, այսպես նույնիսկ մոդայիկ է դարձել գալ Գյումրի, նայել ներկայացումներ եւ սա լավ իմաստով, հա, նորաձև է դարձել։ Մի քիչ պատմեք թատրոնի ներկայացումների մասին, ընթացքի մասին եւ իհարկե հյուրախաղերի մասին։ Նախ շնորհակալ եմ գնահատանքի համար։ Թատրոնը մի շատ կարևոր սկզբունք ունի, վերջի 10 տարիները արդեն այդպես ենք աշխատում, որ նախ մեծ թիմ է աշխատում եւ թատրոնը բացել է իր դռները։ Այսինքն սկզբունքորեն ես որպես գեղարվեստական ղեկավար մտածել եմ, որ շատ լավ կլինի միշտ թատրոնում լինի փորձի փոխանակում եւ
ես բարբերաբար հրավիրում եմ ռեժիսորներ եւ դերասաններ։ Վերջի 5 տարիներում մենք Հայաստանի լավագույն ռեժիսորներից, այսինքն ովքեր եկել են եւ վստահ եմ, որ դեռ գալու են բեմադրություններ են իրականացնում։ Այդպես եղավ Գոր Մարկարյանը, Պարոն Ծատուրյանը բարբերաբար է անում, Պարոն Ծատուրյանը հյուր չի արդեն մեր Պարոն Ծատուրյանն է։ Տաթևը Մելքոնյան ներկայացում արեց, վերջերս արեց արդեն Մերին Մարկարյան։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ ես կարծում եմ, որ թատրոնում պիտի լինի տարբեր գեղագիտություններ, ոչ թե միայն գեղարվեստական ղեկավարը ներկայացում բեմադրի, այլ նաեւ հրավիրված ռեժիսորներ եւ հրավիրված դերասաններ։ Այսինքն համագործակցեցինք համազգային թատրոնի հետ, Մեհեր Մկրտչյան թատրոնի հետ, այսինքն Հայաստանում չկա մեկ թատրոն, Կապանի մարզային թատրոնների հետ ենք համագործակցում։ Շատ եմ կարևորում, որ տարբեր ծրագրեր, տարբեր դրամատուրգներ մտնեն թատրոն ու նոր բեմադրություններ լինի։ Ու վստահ եմ, սա իր արդյունքը տվել է։ Վերջին ներկայացումը, որ ունեցել ենք, դա եղել է Մերի Մարկարյանի աշխատանքը, կոստյումով տղամարդիկ, շատ հետաքրքիր ներկայացումներ։ Ես նաև ասեմ, որ իրենք ազատ են պիեսի ընտրության մեջ, ազատ են նկարիչի ընտրության մեջ, ինքն է ընտրում են թիմը, որի հետ պիտի աշխատի։ Գուցե դերասաններ կա, որ պիտի հրավիրեն։ Վերջի այդպես եղավ նաև մեր համատեղ երկու թատրոնների ներկայացումը, մեր թատրոնը եւ Սոս Սարգսյանյան համազգային թատրոնը համատեղ Պարոն Ծատուրյանը բեմադրեց հրաշագործ ներկայացումը, որտեղ Նարինե Գրիգորյանը խաղում էր գլխավոր դերում, մեր թատրոնի ստեղծագործական խմբի հետ եւ ներկայացումը ոչ թե միայն Գյումրու թատրոնինն էր, այլ նաև Սոս Սարգսյանյան համազգային եւ բարբերաբար խաղում ենք եւ այնտեղ, իրենք գալիս էին մեր մոտ, մենք գալիս ենք այստեղ։ Ինքը շատ կարեւոր ու շատ լավ բան է։ Ու ես վստահ եմ, որ այսպես թատրոնը միշտ կլինի առողջ, թատրոնում կլինի նոր մթնոլորտ, նոր միտք, ամեն ռեժիսոր իր հետ բերում է իր նոր մոտեցումները։ Սա շատ կարեւոր է։ Իհարկե նաև Գյումրիում մենք ունենք շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր բեմադրություն են իրականացնում, հենց այն ներկայացումը, որը գալու ենք, մեր երիտասարդ ռեժիսոր Տաթև Հակոբյանի աշխատանքն է Բոհեմ ներկայացումը, որը խաղում ենք ազգային տիկնիկային թատրոնում։ Եվ ունենք երիտասարդ ռեժիսորներ Ռաֆայել Ասատրյան, Արտուշ Միքայելյանի աշխատանքը, որ գործի մասին կարծում եմ շատ առիթ ունեցել եք լսելու, Տունը սահմանին, անցած տարի ինձ հետ մի քանի ինքը արտավազ ստացավ, մրցանակ Արտուշ շատ խոստումնալից ռեժիսոր է ու շատ հետաքրքիր բեմադրություններ է իրականացնում։ Շատ ուրախ եմ, որ թատրոնը միշտ երիտասարդների մուտքը կա եւ ես շատ կարեւորում եմ այդ համագործակցությունը։ Հանդիսատեսից էլ խոսենք էլի, որովհետև Երևանից բարբերաբար գալ, ես անձամբ կարող եմ ասել երեխաներից վերցրել էի, բերել էի Մաուգլի մեծագույն հաճույքով։ Այո, այսինքն սա արդեն ավանդույթ է դարձել, որ չկա խնդիր ոչ ճանապարհի, որ պետք է գնացքով է կնստենք, կգանք Գյումրի կնայենք։ Հետո sense մի հատ բան կա, չէ, որ գնաս Գյումրի ու թատրոն չգնաս, արդեն ոնց որ թատրոն կդալը պարտադիր է։ Գիտեք ինչ, սա պայմանավորված չէ Լյուդվիգ Հարությունյանով, սա պայմանավորված է մեծ թիմի աշխատանքով, որովհետև շատ կարևոր է նաև ինչպես են բեմադրում ես ներկայացումը եւ ինչպես են հանդիսատեսին ներկայացնում, այսինքն փաթեթավորումը, ճիշտ աֆիշ, ճիշտ գովազդ եւ իմ համար շատ կարևոր է որ հանդիսատեսին չբերեն թատրոն։ Սկզբունքային է ինձ համար, այսինքն ադմինիստրատորի աշխատանքը, որ փորձի տոմս վաճառել։ Սա կստի վարկելված է Գյումրու թատրոնում։ Այսինքն հանդիսատեսը ինքը պիտի գա, ինքը պիտի ուզի, որովհետեւ երբ որ դու գնում ես տոմս ես վաճառում, սա շատ վատ է։ Արդեն ոնց որ խնդրանք լինի։ Իսկ ես չեմ կարծում որ թատրոն գալու համար պիտի խնդրեմ։ Դրա համար շատ կարևոր է որ իրանք փորձեն տոմս գնել եւ մենք ունենք մեր կայքը, մենք ունենք մեր այսինքն թատրոնի իր էջը եւ մենք կարողանում ենք եւ on-line հարթակում եւ ինձ ահավոր ուրախացնում է որ հատկապես ուրբաթ շաբաթ կիրակի օրերը ներկայացումները դալիճը լեփլեցուն են եւ շատ եմ ուրախանում որ հիմնականում տարբեր մարզերից են մայրաքաղաքից եւ տարբեր մարզերից գալիս են ու ներկայացում նայում են։ Սա շատ ողջևորող է, ես կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ վերջի տարիներին Գյումրին նաեւ շատ туриզմի առումով գալիս են, այսինքն տարբեր թանգարաններ, մենք համագործակցում ենք թանգարանների հետ, մշակութային օջախների հետ եւ ամենավերջում օրվա ավարտը լինում է թատրոնում։ Այսինքն տարբեր դրա համար իմ համար շատ սկզբունքային է որ թատրոնի խաղացանքը լինի տարբեր բազմաժանր։ Այսինքն ունենք փոքր բեմ Մեհեր Մկրտչյան, որտեղ այլ ներկայացումներ են անում եւ այդտեղ ունի իր հանդիսատեսը։ Ունենք Պատանի հանդիսատեսի համար ներկայացումներ։ Շիրակի մարզում որպես այդպիսի պետական թատրոն մենք մեկն ենք ու պիտի կարողանանք այնպես անել, որ խաղացանքում լինեն տարբեր ներկայացումներ, երիտասարդները կան իրենց ուզածը տեսնեն։ Իհարկե շատ եմ կարևորում ազգային դրամատուրգիան թատրոնում։ Մի շատ հետաքրքիր հարց էստեղից, հա, ավելի շատ, քանի որ բազմաժանր է թատրոնը եւ ժամանակակից պիեսներ են բեմադրում եւ ժամանակակից
ռեժիսորներ են գալիս, ավելի շատ հանդիսատեսը այսօր դասականին է շատ ուղղվածություն տալիս, թե ժամանակակից նոր գործերին, սկզբից ոնց որ սովորում է, հետո այնպես այն իրար հետևից գալիս են, այսպես էլի։ Տեսեք, ես շատ կարևորում եմ սկիզբը ինչպես է լինում։ Թատրոնում, այո, մեկնարկի նկատի ունեմ, պարբերաբար թատրոնում մենք շատ լավ աշխատում ենք դպրոցների հետ, այսինքն ճշտում ենք թե ինչ են անցնում դպրոցում ծրագրով, որպեսզի ծրագրային գան եւ այն հեղինակները, Հակոբ Մնձուրի, Մուշեղ Քալշոյան, Ռաֆի, բոլոր մեր հայ հեղինակները Գյումրու թատրոնում կա, այսինքն երբ որ երեխան դպրոցում անցնում է, այդ աշխատանքի մնացած, այսինքն բեմական լուծման մեջ տեսնում է այդ աշխատանքը, ու այդպես մի շարք ներկայացումներ ունենք։ Սա որպես պատանի հանդիսատես կրթում ենք։ Ես կարող եմ ասել իմ փորձից, որ ես վերջի շրջանում դասական գործեր եմ անում եւ երբ որ սկսեցի աշխատանքը, օրինակ Լևոն Շանթի ինքած Բերդի իշխանուհին, որտեղ մենք միշտ վերլուծում ենք թատրոնում ինչ կա, ինչ չկա, եւ հասկացանք մի կարևոր փաստողում, որ թատրոնը չունի հայ դասական հեղինակ, իսկ եթե հայ դասական, ուրեմն ինչու ոչ Շանթ։ Իհարկե սա պարտավորեցնող էր ու ես որպես ռեժիսոր համար դա պատիվ է Շանթի հետ աշխատել, բայց բարդ է նաեւ ու մտածում եմ եւ լեզվի խնդիր եւ արդյոք կգան թե չեն կա, բայց ուրախացա, որ ես զարմացա նաեւ, որ իրենք գալիս են ու լեփ-լեցուն է ներկայացման այս տալիճում եւ հանդիսատեսը ինքը բավականին ծանր ներկայացում է, ես փորձել եմ մի քիչ նատուրալիստական չլինել, հեղինակի մոտ լինել, ավելի սիմվոլիստական լուծումներ տալ, բայց գալիս են ու հասարակության տարբեր շերտեր, ոչ միայն ասենք երիտասարդներ ու խաղում են։ Հետևաբար ես հասկացել եմ մի կարևոր բան, որ թատրոնի հիմքը պիտի լինի դասականը, դասականի կողքին պիտի լինեն նոր դրամատուրգներ, ես հիմնականում վերջերս 6-7 տարիների ընթացքում նոր հեղինակների հետ եմ աշխատել։ Հարսանիք թիկունքումներ թատրոնում ծնվեց այդ աշխատանքը, հետո սկսեցի աշխատել դրամատուրգ, երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի հետ։ Հիմա թատրոնում բոհեմ ներկայացումը, որը մենք խաղալու ենք, 4 հերոսուհիներն են, Ֆրիդա Կալո, Էդիթ Պիաֆ, Մարիա Ցվետաևա եւ չորրորդի անունը, այսինքն այս գործը նոր է գրվել։ Երիտասարդ դրամատուրգ աղջիկ է գրել եւ ֆեմադրեցնել Տաթևն Հակոբյան, այսինքն թատրոնում էլ շատ կարևոր է որ պիեսը ծնվի, բայց սրա կողքին դասականը պիտի լինի, որովհետեւ շփվելով դասականի հետ մենք ինքներս հղկվում ենք ու փորձ ենք ձեռք բերում։ Անայ դիտել ես ներողություն ընկած Բերդի ես էլ չեմ դիտել, տեսել եմ միայն այդ հոլովակները, որոնք որ մրցանակակիր ներկայացում է, 6 մրցանակի արժանացան, 6 մրցանակ է ստացել աննկարագրելի։ Երաժշտական նաև լուծումը լսել եմ, որ ֆանտաստիկ ինչ որ շատ շատ չէ, բավոր կասում անպայման գալու եմ եւ դիտելու եմ։ Թե իրապես յուրահատուկ ձեռագրով եւ եւս մեկ անգամ ապացույց, որ այո, հանդիսատեսը ուզում է տեսնել հայ դասականների։ Մեկ բան էի ուզում տեսանյութ, ուզում ես տեսանյութ։ Այո, արի գնանք տեսանյութ։ Չէ, արի գնանք տեսանյութ, դիտենք այդ նոր կանք։ Սիրելի հեռուստադիտող, խոսեցինք ահագին այսքան Գյումրու թատրոնից հիմա առաջարկում ենք տեսանյութը վերադառնանք ու Անահիտ իր հարցը իհարկե կտա։ Գնացինք տեսանյութ։ Գյումրու դրամատիկական թատրոնի բյուրախաղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Այս այն վառապացույցն է, որ ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան 100 անգամ խոսել, այնպես որ դուք էլ բաց մի թողեք հյուրախաղերը մայիսի 26-27 Սունդուկյանի անվան թատրոնում, 27-ին բոհեմ ներկայացումը տեխնիկային թատրոն։ Այսպեսի մի խոսք կա, ասում են, եթե ուզում ես ստուգել ներկայացումը լավն է թե չէ, գնա Գյումրի, խաղա Գյումրու հանդիսատեսի մոտ ու այդ ստուգումը կանցնես ու ընդհանրապես միշտ մեր մեջ նստած է, որ Գյումրու հանդիսատեսը բավականին խիստ է եւ միշտ չէ որ կծափահարի, եթե ներկայացումը դուրս չգա։ Այս ամեն ինչը պահպանվել է, թե ուղղակի միֆեր են ու հիմա հեշտ է արդյոք գոհացնել Գյումրու հենց հանդիսատեսին գյումրեցիներին։ Գիտեք, իրենք
Գյումրեցի հանդիսատեսը մի շատ հետաքրքիր հատկություն ունի, ես չգիտեմ դա լավ է թե վատ, թատրոնը ու առհասարակ ինչ կատարվում է քաղաքում մշակույթի տեսանկյունից, իրենք համարում են իրենցը։ Ու երբ որ թատրոնում ներկայացում է ստեղծվում, իրենք գալիս են, նայում են ներկայացումը եւ հստակ արտահայտում են իրենց կարծիքը։ Եթե մի բան իրենց դուր չի գալիս, դա մինչեւ հիմա պահպանվում է։ Ոչ թե միայն առաջներում եղել, որ անմիջականորեն իրենք ընթացքում ներկայացման ընթացքում արձագանքել են, դա այդպես շարունակվում է։ Իհարկե մեծերի մոտ ավելի շատ երիտասարդները փոքրինց ուզում են, բայց էմոցիոնալ են եւ կարող են ներկայացման ընթացքում շատ առիթներ են ունեցել, Երևանից են եկել ու ասել, զգացել, որ գուցե ընթացքում ինքը մտնի խաղի մեջ ու ինքը իր եւ դիտողություններն անի եւ գուցե եթե լավ արումով էմոցիաներ ապրես ոչ միայն դերակատարի հետ սկսում են շփվել իրենք, այսինքն սկզբից մի քիչ մտածում ես որ լավ վատ է, բայց ես դրա մեջ լավ բան եմ տեսնում, ինքը հավատում է եւ շատ կարեւոր է որ ինքը նաեւ պարտադրում է իր խաղացանքը, ինքը ուզում է որ թատրոնում լինեն լավ ներկայացումներ, հպարտ հանդիսատես ունի Գյումրեցին, մեր Ճաշակովը, բայց նաեւ կարողանում է լավ բան ընդունել ու այդպես չի որ միայն Գյումրիի թատրոնի ներկայացումները մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից երբ որ ներկայացումներ են գալիս, ելի իրենք գալիս են։ Իրանք սիրում են թատրոն։ Գյումրեցի հանդիսատեսը սիրում է թատրոն ու գալիս է, սա շատ կարևոր է։ Համեն դեպքում այս յուրահատուկ թատրոնը պատմություն է, որի բեմում խաղացել են գիգանտներ ու հետաքրքիր է այդ մթնոլորտը ու շունչը պահպանվել է երիտասարդների մեջ, այդ գիտակցումը կա, որ բեմում են խաղում։ Տեսեք, այս տարի մեզ համար հոբելյանական է, նշում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը 160-ամյակը։ Եվ տարին մենք սկսել ենք այդպես հոբելյանական, առաջի հենց հոբելյանի առիթով մեկնեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ ահա որ ուրախացա, որ Գյումրեցի հանդիսատեսը վերջին անգամ մենք 19 թվականին ենք եղել։ Մեկ այլներ, երբ որ 19 թվականին գնացինք, փոքրիշ տխուր ներկայացում էր Հարսանիք թիկունքում։ 5 անգամ ներկայացումը խաղացինք։ Այս անգամ 3 անգամ ենք խաղացել, բայց տարբեր ներկայացումներ։ Մեկը Պարոն Ծատուրյանի աշխատանքներ, Զիրոքայսիկ ներկայացում, իսկ մյուսը Երկնագույն շանաչկերը ավելի երիտասարդական ներկայացում։ Ու էլի Գյումրեցի հանդիսատեսը գալիս էր, եկել էր ու լեփ-լեցուն անցավ։ Ինչի նշեցի սա, այս թատրոնը 160 տարեկան է։ Ես ինքս, երբ որ աշխատասենյակ եմ մտնում ու գիտակցում եմ, թե սա այս աշխատասենյակում ստեղծագործել են երևելիներ, որոնց մասին խոսելը արդեն կամ իրենց գործը դու պիտի շարունակես, Խորեն Աբրահամյան, Գրիգոր Մկրտչյան, Երվանդ Ղազանչյան, Հակոբ Ղազանչյան, Ալբերտ Մկրտչյան, Նիկոլայ Ծատուրյան, մեծություններ են ու դու պիտի կարողանաս իրենց գործը շարունակել։ Սկզբունքորեն ինձ համար շատ կարևոր է, որ ես երբեք հինը արմատախիլ չեմ արել, բայց նորը պարտադիր կառուցել եմ։ Սա շատ կարևոր է ու ավանդույթ ունեցող թատրոն է։ Պիտի կարողանաս այդ ավանդույթները պահպանել, բայց պիտի կարողանաս նոր գաղափարներ ու նոր շունչ բերես։ Դրա համար այդ գիտակցումը միշտ կա ակնածանքը ու գիտակցումը թե դու որ թատրոնում ես, ստեղծագործում ես։ Հիմա երիտասարդներին ես ասում եմ, արեք այն ինչ ուզում եք, բայց արեք ճիշտ ճաշակով ու գեղագիտորեն։ Ու հիշեք, որ սա մի թատրոն է, որ ունի պատմություն։ Հնից կարճած չեն, բայց չեն էլ կարող ինը մոռանալ։ Դրա համար շատ կարևոր է, որ ճիշտ լինի։ Եվ այդ սերնդափոխությունը եւ նոր գաղափարները։ Իհարկե ես շատ եմ կարևորում թատրոնի պատմությունը, եթե չլինի այդ պատմությունը, արմատները խորը պիտի լինի, որ դու կարողանաս ինչքան հնարավոր է վերապացնել միանշանակ։ Լյուդվիգ, քանի որ նշեցիր, որ կարևորում ես նաև համագործակցությունները, թատրոնների միախառնումը, դերասաններ եւ այլն, դու ինքդ որպես ռեժիսոր ունես մտադրություն այստեղ Երևանում անել բեմադրություն։ Ես հենց հիմա այստեղ բեմադրություն եմ իրականացնում, սա շատ կարևոր է ինձ համար։ Այնպես է ստացվել, որ ես զբաղվում եմ նաև վարչարությամբ, հիմա արդեն այդպես չէ, թատրոնն ունի նոր տնօրեն ու շատ լավ տնօրեն, ով զբաղվում է այդ աշխատանքով եւ ես միայն ստեղծագործում եմ։ Լավ է, արդեն դու կարող ես հանգիստ ստեղծագործում եմ եւ հիմա բեմադրություն եմ, շատ սիրով եմ այդ աշխատանքը սկսել Մեհեր Մկրտչյան արտիստական թատրոնով, Տաթև Մերկոնյանի հրավերով եմ այստեղ հուլիսի 4-ին Մեհեր Մկրտչյանի հենց ծննդյան օրը իրենք շատ հետաքրքիր ծրագիր ունեն մի շաբաթ է տևելու եւ այդ մի շաբաթվա ընթացքում նաեւ լինելու է առաջնախաղ Ֆիլոմենա Մարտուրանո ներկայացում եմ բեմադրում, որտեղ որպես ռեժիսոր եմ հրավիրված, նաև Գյումրիից Տիգրան Կաբոյանը ինձ հետ, այս դեպքում մեր դերասանին են հրավիրել եւ իրենց հետ համատեղ ներկայացում է լինելու, փորձերն արդեն սկսել ենք, իրենց կողքին, այսինքն Ֆիլոմենա Մարտուրանոյի դերում հանդես է գալիս Տաթևը Մերկոնյան, իսկ մյուս կերպարը Տիգրանը Կաբոյան իրենց կողքին երիտասարդներ են ու ես խնդրեցի որ այս դեպքում դերաբաշխումը անենք ավելի շատ
ոչ միայն թատրոնի դերասաններից, այլև երիտասարդներին։ Ես շատ եմ սիրում սկսնակ դերասանների հետ նաև աշխատել, որտեղ իրենք պրոֆեսիոնալների կողքին նաև փորձ են ձեռք բերում ու հետաքրքիր խումբ է հավաքվել։ Ես իրով աշխատանքները սկսել եմ, շատ հետաքրքիր է թատրոնում ստեղծագործել, վստահ եմ ունենալու ենք, խոստանում եմ ամենայն դեպս անել ամեն ինչ, որ ունենանք շատ հետաքրքիր ներկայացում եւ մայրաքաղաքի մեր հանդիսատեսը կսիրի այդ։ Երբ է նախատեսվում։ Հունիսի 4-ին։ Հունիսի 4-ին։ Այքանի որ մեզ հանդիսատեսը հերոստատիտողը դիտում է եւ ձեր հանդիսատեսը հետաքրքիր է, խոսեցինք Սփյուռքի մասին, այլ հյուրախաղեր Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն լինելու է տարվա ընթացքում նախատեսվում։ Ասեմ ձեզ, անցած տարի մենք մասնակցեցինք մի շատ կարևոր փառատոնի, դա Պետերբուրգում էր, Ուիլյամ Որթոնի շարքային թռչնակը ներկայացումով մայիս ամսին, այս ամսին հենց մենք մասնակցեցինք այդ փառատոնին։ Յուրաքանչյուր լավ փառատոնի թատրոնը պարտադիր մասնակցում է, բայց այդ փառատոնը պիտի լինի, հենց այնպես փառատոն չպիտի լինի, այլ ինքը պիտի ունենա նպատակ, մեր գնալը, այսինքն լինի իմաստ։ Հենց այնպես ամեն փառատոնի ես չեմ ուզում մենք մասնակցենք, բայց այն փառատոնները, որը թատրոնին տալիս են հետաքրքիր նոր համագործակցություններ, թատրոնը պարտադիր մասնակցում է։ Սա որպես փառատոններ։ Հայաստանում չկա մի քաղաք, մի մարզ, որտեղ Գյումրու Վարդան Աջեմյանի անվան թատրոնը, եթե հնարավոր է այդտեղ խաղալ ներկայացում, մենք խաղում ենք տարբեր մարզերում ու տարբեր քաղաքներում։ Եվ դրսում էլ հյուրախաղ ամենապարտը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր հյուրախաղ կազմակերպել, ինքը շատ բարդ էր, որովհետև գիտեք, այստեղ դուք մոնո ներկայացումներով չեք գնում, դուք գնում եք մի մեծ ամբողջ խմբով, նոր դեկորացիաներ է պատրաստվում, այսինքն նախապատրաստական աշխատանքներ է տարվում մեկ հյուրախաղի համար դուք ուծե 1 տարի պիտի պատրաստվես, բայց ես շատ եմ կարևորում, որ թատրոնը գնա ամբողջ իրենց դետալները իրենց հետ տարված։ Դրա համար այս վերջի 2 ներկայացումները մենք ամբողջությամբ նոր դեկոր սարքվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպեսզի իրենք զգան այդ շունչը, ոչ թե պայմանական պեմ տնենք ու փորձենք խաղալ։ Այո, ինձ համար դա շատ կարևոր է, որ փառատոններին կամ լինի հյուրախաղերը շատ շուշուտ չլինի, բայց եթե լինում է, ուրեմն ինքը պիտի լինի հավուր պատշաճի ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հասկանան, որ մենք շատ խոր ակնածանք ունենք իրենց հանդեպ ու չենք եկել այստեղ հենց այնպես ներկայացում խաղալու։ Ամեն ինչ պիտի պատրաստես։ Իհարկե կարևորում եմ ու առաջիկայում էլ վստահ եմ, որ այդ հյուրախաղերը շարունակվելու են, բայց հիմա, քանի որ մենք շատ կարևոր աշխատանք ունենք, հոկտեմբեր ամսին Գյումրու միջազգային թատերական փառատոնը, որ արդեն 2 տարի ապրում է, բայց մենք չենք անում, հիմա փառատոնը արդեն փառատոնի տերը մենք ենք դարձել, այո, եւ նշելու ենք 161-ի շրջանակներում նոր առաջնախաղ ենք ունենալու, պարոն Ծատուրյանն է բեմադրությունում իրականացնում եւ հոկտեմբերին նաեւ 10 օր տևելու է մեր միջազգային փառատոնը Կրթության, գիտության, մշակույթի նախարարության աջակցությամբ այդ փառատոնը իրականացնելու է հենց թատրոնը, որտեղ հրավիրված կլինեն նաեւ միջազգային, այսինքն այլ երկրներից թատերախմբեր եւ իհարկե Հայաստանից։ Մոտ 10 օր լինելու է թատերական տոն, թատերական հրավառություն, պատրաստվում ենք դրան, որովհետեւ 160-ամյա թատրոն է ու շատ հետաքրքիր ծրագիր ունենք։ Որոշել ենք ամբողջ տարին լինի տոնական, ոչ թե 1 օր, որ գալիս ու հավաքվում են, այլ ամբողջ տարվա ընթացքում 160։ Հիմա այս մեր հյուրախաղերը մարզային հենց այդ 161-ի շրջանակներում են։ Նշեմ մեկ այլ ներկայացում, որը անմահ է, ինքը միշտ ապրում է, դա երկնագույն շանաչկերն է, հիմա խաղում ենք տիկնիկային ազգային թատրոնում, հիմա արդեն խաղում ենք դրամատիկ թատրոնում, ամսվա վերջ մենք ընդունում ենք դրամատիկ թատրոնին Գյումրիում 3 օրով ներկայացում են խաղում, հաջորդ ամիս կգա Հերմեկրտչյան թատրոն, այսինքն մարզային թատրոնների հետ կամ մայրաքաղաքի թատրոնների հետ համագործակցում ենք բարբերաբար, որտեղ ես շատ եմ կարևորում, որ նաև մեր մայրաքաղաքում բեմադրված ներկայացումները Գյումրեցի հանդիսատեսը տեսնի, սա շատ կարևոր է։ Եվ որպես վերջաբան երազանքի պիես, որ դեռ չես բեմադրել, բայց գիտեք, իմ կյանքում այնպես է ստացվել, որ ես չունեմ մի պիես, որ ես երազել եմ այդ բեմադրել, անկեղծ եմ ասում։ Առհասարակ փորձում եմ ընդհանրապես ես երազանքներ չունենալ, այլ ցանկություններ։ Ես միշտ ասում եմ ցանկությունը չդառնա երազանք, որտեղ մտածում եմ երազանքը չի իրականանում։ Ավելի անկատար է, իսկ նա նպատակ է։ Այս ցանկությունները դրա համար փորձում եմ դա ցանկություն լինի։ Ես կարծում եմ բոլոր ռեժիսորներն էլ միշտ ուզեցել են Շեքսպիր բեմադրել։ Դա շատ կարևոր է։ Իհարկե հղկվելու ես հայ դասականների հետ, բայց Շեքսպիր բեմադրելը սա, բայց պիտի բեմադրես լավ, որովհետև շատ կարևոր է, որ հենց այնպես հեղինակ չէ։ Դու պիտի կարողանաս այդ ծանր կշիռը պահել քո ուսերին, ու եթե դու բեմադրում ես հեղինակ, դու առաջին հերթին այդ հեղինակի արժեքները պիտի ներկայացնես ու դրան էլ գումարես քո
պատկերացումներն ու երևակայությունները։ Հուսամ մի օր փակ կվիճակվի Շեքսպիրի հետ շփվել։ Այստեղ խոսելու ենք Շեքսպիրի մասին Լյուդվիգ Հարությունյանի կողմից։ Անչափ շնորհակալ ենք, որ առավոտյան ժամանակը գտաք ու տրամադրություն գալու կիսվելու լավ նորություններով։ Մենք մաղթում ենք հրաշալի հյուրախաղեր մեզ մոտ այստեղ Երևանում ու վստահաբար հանդիսատեսի պակաս չգզգա, որովհետև շատ սիրված է Գյումրու թատրոնը։ Մեր հյուրն էր այսօր Գյումրու Վարդան Աչեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը եւ այո Գյումրու դրամատիկ թատրոնը այս տարի նշում է իր հիմնադրման 160-ամյա հոբելյանը։ Եվ հիշեք, մենք ձեզի սիրենք ձեզի։ Այո, ինչպես ասում են, այո, Գյումրին անայդ ինձ ավելի հետաքրքիր բան են ասել, ասում են, եթե Գյումրին քեզ ծափահարեց, աշխարհը քեզ կծափահարի։ Ապրես ֆրեշ, հենց այս վարչաբանով գնացեք Գյումրի եւ մոտ եղեք թատրոնին անպայման, սիրելի հեռուստադիտող, լավ որ բոլորիդ։ Մնացեք բարով։